Շատ հաճախ մենք տեսնում ենք անգամ աշակերտական կամ ուսանողական նստարանին նստած մարդկանց կողմից հարց, ինչու է Հայաստանի տարածքում քիչ պահպանվել բերդերի համակարգը, ինչու են ընդհանրապես քիչ բերդեր պահպանվել կամ ինչու են այդ պահպանված բերդերը վատ վիճակում եւ այդ հարցը իհարկե շատ հստակ պատասխան ունի։ Այդ բերդերն ունեին տերեր։ Նրանց տերերը հայ իշխաններն են։ Երբ հայ իշխանական համակարգը, հողատիրության համակարգը հայ իշխանների սկսում է աստիճանաբար վերանալ, ստացվում է, որ այդ բերդերի տերերն են վերանում եւ դրա համար այս բերդերը կամ դառնում են օտար զինուժի համար կայաններ, զորակայաններ, կամ նրանք պարզապես լքվում ամայանում են։ Եվ այս ընտրանքի ճանապարհին մենք տեսնում ենք, որ միայն այն հատվածներում են այս բերդերը պահպանվում, որտեղ որ պահպանվում էին հայ երբեմնի նախարարական համակարգի փշրանքները։ Իսկ բուն Հայաստանի տարածքում մեր նախարարական համակարգից մնացած այդ հողատիրությունը, Զաքարյանների կողմից մասամբ վերականգնված այդ հողատիրության համակարգը սկսում է քայքայվել այն ժամանակ, երբ որ մոնղոլական տիրապետության պայմաններում մոնղոլներն ընդունում են կոնկրետ իլղանության տարածքում, իլղանությունը դա Իրանը, Հայաստանը եւ հարևան տարածքներն ընդգրկող մոնղոլական պետություններ, այդ տարածքներում իսլամի որպես պետական կրոն ընդունումից հետո իսլամական հողատիրություն է տարածվում եւ ժամանակի հետ կազմաքանդվում է հայ նախարարներից մնացած այդ ժամանակ հայ իշխանական հողատիրության համակարգը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։